Բարև, ճակերտներում այսօր պարոն Թադեոս Տոնոյանն է։ Թադևոս Տոնոյան ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, բանասիրական գիտությունների թեկնածու է, դասախոսում է Երևանի պետական համալսարանում, հայոց լեզվի ամբիոնի դոցենտ է, զբաղվում է գիտական գործունեությամբ։ 1991 թվականից «Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, իսպաներեն, պարսկերեն, ռուսերեն, ֆրանսերեն, սերբերեն, բելառուսերեն և մի շարք այլ լեզուներով։ Գեղարվեստական կրթության ոլորտում ունեցած ներդրման համար արժանացել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության ոսկե մեդալի, հայ գրականության մեջ ներդրված նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի մեդալի։ Ինչպես սկսվեց օրը։ Շատ լավ, ընդհանրապես երբ առաջի ժամեր եմ ունենում, շատ լավ եմ զգում ինձ, որովհետև ստիպված շուտ եմ արթնանում և այդ ժամին արևը ավելի պոտենցիալ մեծ հնարավորություններ ունի, քան ժամը 12-ի արևը, որ արդեն պետք է գնա դեպի մայրամոտ։ Առաջի ժամեր դուք նկատի ունեք համալսարանում առաջի ժամեր, այո։ Հաճույքով եք առավոտյան գնում։ Իհարկե, հաճույքով։ Առավոտ առաջին ժամը միշտ հաճույքով, որովհետև ամբողջ օրը առջևում է լինում։ Կա մի գիրք, որը մարդ անպայման պետք է կարդացած լինի։ Ինձ թվում է այդ հարցում, գրքերի ընտրության հարցում անպայման պետք է ազգային պատկանելությունը մենք հաշվի առնենք, որովհետև իհարկե կան աշխարհում համաշխարհային հռչակվայելող գրքեր, որոնց պետք է ծանոթ լինես, բայց ես շատ կուզենայի, որ յուրաքանչյուր հայ անպայման մի քանի անգամ կարդար Դանիել Վարուժանի «Հացին երգը»։ Իհարկե նաև ես շատ կուզենամ, որ նաև նոր կտակարանը անընդհատ ընթերցեն։ «Հացին երգը» մեր ժողովրդի, մեր մշակույթի արժեհամակարգային հիմնասյուներից մեկն է, ինքը հենվում է այդ արժեհամակարգի վրա և ինքը կարողանում է նաև իր ուժով սյուն դառնալ մեզ համար։ Որովհետև հացը մեր ընկալմամբ ոչ միայն հաց է, այլև խոսք, այլև քաղաքակրթական արժեք, որը մենք պետք է փոխանցենք, կարողանանք փոխանցել սերնդեսերունդ և ուզում եմ նաև անդրադառնալ մի ասացվածքի, որտեղ հաց այնտեղ կաց, արտաքուստ առաջին հայացքից մի քիչ վիրավորական նաև արտահայտություն է, բայց միշտ ինձ տանջել է այն հարցը, թե ինչու է մեր ժողովուրդը անընդհատ կրկնում դա։ Իհարկե կրկնում են առիթների դեպքում, բայց ինչ-որ ներքին արժեհամակարգային ինչ-որ բան կա, որ օգնում է, որ այդ ասացվածքը ապրի, գոյատևի։ Եվ ընդհանրապես տեքստի ընկալման երկու մակարդակ կա, մեկ առօրեական, մեկ վերպատմական, ժամանակից դուրս։ Ժամանակից դուրս այդ խոսքը նշանակում է, որտեղ Հիսուս, այնտեղ կյանք, որովհետև Հիսուսը այն հաց, որ մեկնեց, ասեց այս է իմ մարմինը առեք և կերեք, և այդպիսի զուգադրում կա հացի և Հիսուսի մարմնի։ Ուզում եմ ասել, որտեղ Հիսուս, այնտեղ կացը կյանքն է, որտեղ Հիսուս, այնտեղ կյանք։ Դա ինձ թվում է մեր քրիստոնեական ընկալումների տիրույթում ապրած ասացվածք է կամ գուցե նաև վերամշակված, որ և երևի թե այդ պատճառով է, որ ուրեմն կենսական է և կրկնվում է անընդհատ։ Սահուն անցնելով ինչպիսին է հայի ձեր բնութագիրը։ Ճշմարտախոսը, առաջին հերթին ճշմարտախոսը։ Մեզ համար խոսքը շատ մեծ արժեք ունի, որովհետև երևի թե շատերը չեն նկատել, որ մեր պոեզիայում խոսքը ինքը դերակատարություն ունի, խոսքի կերպարայնացում կա և խորհրդանշայնացում կա,
ասենք դրանք աննկատ են իհարկե, բայց դրանց վրա պետք է ծանրանալ, ասենք տես թե խոսքը սուրը թռչուն քաջ ворսկանի գյուլի պես։ Ես լավության խոսքն եմ ասում։ Մեր նախնիները ասում են, որ խոսքը պետք է պահել։ Դա միայն խոսքին տեր լինելու ուրեմն առօրյական խնդիր չի, իմ կարծիքով խոսքը պահել նշանակում է պահել քաղաքակրթականությունը, որովհետև այդ խոսքով է, որ մարդը քաղաքակրթվում է, լեզվի հենքի վրա ստեղծվող խոսքով է, որ մարդը կարողանում է զարգանալ, առաջընթաց ապրել եւ այն ամենը, ինչ ինքը ստեղծում է, պահում է այդ հենքի վրա, խոսքային հենքի վրա։ Դրա համար Եղիշե Չարենցը ասում է, նախ ասում է, ես իմ անուշ Հայաստանի արևահան բառն եմ սիրում։ Դա օրինակ է այդ, ուրեմն, ճակերտավոր ինձ համար իհարկե տարօրինակ, որովհետև մյուս ուրեմն օբյեկտները, որ թվարկում է Չարենցը, դրանք շոշափելի, զգայելի եւ տեսանելի օբյեկտներ են, մի քիչ նյութականացած, իսկ բառը այդ շարքում ուրեմն առանձնանում է։ Հիմա բառներ թե բարներ։ Իհարկե բառը, որովհետև դա ապացուցված է, Չարենցը ինքը ունի ուրեմն տողացի արած ռուսերենի համար սլովը։ Սլով է արել, որովհետեւ թարգմանվի բառ։ Հասկացա։ Իսկ կա մի ֆիլմ, որ շատ եք սիրում։ Մենք ենք մեր սարերը, շատ ֆիլմեր կան, որ շատ եմ սիրում, բայց մենք ենք մեր սարերը, ինչքան նայում եմ։ Ախ, շատ ջայել է, ավակ, երկու երեխան էլ տակին։ Քեզ պետք է մի չբեր կնիկ, էլի ամենահարմարը հայկանուշն է, էլ փեսաներից կամաչի։ Ինչ գիտես հայկանուշը չի ծնի։ Դե 50-55 տարեկան կնիկ է, նրա ժամանակն անցել է։ Ախա նրա վրա սկի բան չկա։ Համ կնիկ է ուզում, համ չբեր է ուզում, բանն էլ հետն է ուզում։ Բանն էլ հետն է ուզում, ավակ։ Այդ երկու երեխաները քանի տարեկան է, որ ասում եք ջահել է։ Գետամիջցի է, մինչև 10 տարեկան երկու երեխա ունի, ավակն էլ 58 է։ Նա կլինի 30 ուրեմն։ Արտասահման ամուսնանում են։ Արտասահման 60 տարեկանը 20 տարեկան աղջիկ է վերցնում։ Աչեն ամաչեն։ Ամոթել է էլի։ Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Չեմ եղել։ Չեմ էլ լինելու մինչև բազմակետ, պես կախման կետերով ասենք։ Արևմտյան Հայաստանը ինձ համար ցավոտ թեմա է, ինչպես եւ յուրաքանչյուր հայի համար բնականաբար։ Գիտեք, այսպես ասեմ, մենք անդադ միլիոն ու կես զոհերի մասն ենք հիշում, արյան մասն ենք հիշում, եւ իհարկե դա մոռանալ հնարավոր չէ այդ մորթը, այդ սպանդը, բայց գիտեք, ինձ համար ավելի թանկ մի ուրիշ բան էլ կա, թող ներեն ինձ այդ զոհերի ուրեմն հոգիները, մենք մի ավելի թանկ բան էլ ենք կորցրել, դա այն մշակութային դաշտներ, որ այդ երկրում ստեղծվում էր, դա այն արժեհամակարգային իրողություններն էին, որոնք ուրեմն մեզ օգնում էին չվայրենանալ։ Գիտեք, իմ կարծիքով մենք եղեռնից հետո մի քիչ վայրենացանք, մեր նկատմամբ վայրենավարի վարվեցին, բայց արդյունքը եղավ այն, որ մենք նաև ինքներս մի քիչ վայրենացանք, որովհետև զրկվեցինք շատ ուրեմն կրթական, քաղաքակրթական իրողություններից։ Տեսեք, այսպեսի մի ուրեմն Եվ քո ներդաշնակ միջավայրից դու հայտնվեցիր ուրիշ տեղ։ Այո։ Այսպեսի մի պատմություն կա Խոդեդանի մեջ են կարդացել, ուրեմն Մշո դաշտում անցվորը, ուրեմն երբ որ հանդիպում է այծերի, նա իրավունք չունի, ոչ միտեղ չի գրված իհարկե օրենքով, որ իրավունք չունես։ Իրավունք չունի այդ այծերը, ուրեմն որսալու, մորթելու, ուտելու։ Դրանք դավթի այծերն են, որոնք պետք է թափառեն այդտեղ, լինեն այդտեղ, կաթով հարստանան եւ ճանապարհորդները, ճամփորդները դրանց բռնեն, կթեն, ուտեն, բաց թողնեն, իրենք շարունակեն իրենց ճանապարհը։ Այսպեսի ուրեմն պայմանավորվածություններ կար, ասենք ժողովրդի մեջ, ներքին պայմանավորվածություններ, այսինքն այն օրենքները, որոնք երբեք գրելով չես կարող հաստատել։ Այդ օրենքները հաստատված են սերնդեսերունդ։ Ահա այդ
փոքրիկ մանրուքները, այսպես ասած ճակերտավոր մանրուքները, որոնք ես շատ մեծ բաներ եմ համարում, այդ դրանց կորուստն է շատ ուրեմն ցավալի ինձ համար նաև։ Հիմա Արևմտյան Հայաստանը կամաց վերածվելու ստի մի մահադաշտի ինձ թվում է, որովհետև գիտությունը զարգանում է, տեխնիկան զարգանում է եւ ուրեմն այդ պեղումները, հետազոտությունները ավելի ուրեմն արդիական մեթոդով են ընթանում եւ ավելի արդիական մեթոդներով են փորձելու այն ամենը, ինչ որ պատկանել է մեր քաղաքակրթական ուրեմն բնավորությանը, մեզ է պատկանել, փորձեն վերագրել ուրիշներին։ Այսինքն Արևմտյան Հայաստանը դառնալու է ցավոք սրտի մեծ ստի, ուրեմն ասպարեզ, ինչը կանխելու համար չգիտեմ ես, ուրեմն հնարավոր է թե չէ, աշխարհում պետք է բարին երևի հաղթի, որ կարողանանք ճշմարտությունը պահել, պաշտպանել, պահպանել։ Կա Երևանում մի հատված, որը շատ նվիրական է ձեզ համար։ Ճիշտ ասած, չէ, ես Երևանում ծնվել մեծացել եմ, բայց ցավոք սրտի ինձ այդպես էլ երևանցի չզգացի, այդ Արևմտյան Հայաստանը ինձ շատ խանգարեց, ճիշտ ասած։ Բայց սիրում եմ Երևանը եւ չեմ կարողանում բացակայել Երևանից, ամենաշատը 40 օր եմ բացակայել եւ չորեքթաթ վազել եմ Երևան, թողած մեծ հեռանկարներ։ Ես սիրում եմ Երևանը, բայց նաեւ շատ այլ քաղաքներ եմ սիրում։ Իսկ այլ քաղաքների մեջ ամենաերազած քաղաքը որն է, որտեղ Երազած, այդպես չէի ասի, երազած, այդ բառով չէի ասի, բայց ես Միլանում եմ եղել, կուզենայի մի անգամ էլ Միլանում լինել, որովհետև գիտեք ինչ, քայլում ես Միլանով ու չես հասկանում, դու քայլում ես հնարավոր է, որ ասում ես մտար կարող է ուրիշի տուն, ուրիշի բակ, այնքան ուրեմն սահուն է այդ ամեն անցումը, այնքան մաքուր է, այնքան տնական վերաբերմունքով է մեր հայերիս ասած տնական վերաբերմունքը քաղաքի նկատմամբ լավ առումով մաքուր, զարդարած, գեղեցիկ, ձևավորած, էլ չեմ ասում, ասենք այդ ճարտարապետական կոթողները դոման, որտեղ մտնելուց հետո ես մի շաբաթ խելքս գլուխս չէր գալիս, մտածում եմ, ասում եմ, տեսեք, մենք մեր եղածով շատ ենք ուրեմն ինքներս մեզ գովում, գլուխ գովում, ժողովրդի ասած, բայց նաև ահա տեսեք ինչ ճարտարապետություն կա, մինչև որ կարողացա էլի տեղը դնել, դա մի ուրիշ բան է, մերը մի ուրիշ բան է, եւ դրանք համեմատել չի կարելի, եթե համեմատում ես կարելի է արտաքին նմանություններ, բայց դրանք համեմատել չի կարելի, որովհետեւ ասենք մեր եկեղեցին, որ մտնում ես, մեր եկեղեցին քեզ ընդունում է այն առումով, որ չի ճնշում, բայց ասենք մտնում ես այդ հսկայական տաճարները, վեհաշուկ, ոսկե երիզ, ոսկին լցրած, զարդաքանդակները լցրած, բոլորը ճաշակով, բայց ճնշող եւ սպանիչ։ Եթե դու զգում ես քո իսկ իրենց չի ճնշում։ Գուցե մեզ կճնշի։ Հա, մեզ կճնշի։ Ոչնչացված ես քեզ զգում այդպիսի մեծ տաճարներում, գիտեք, ասենք, այդտեղ հնարավոր է տեղավորել 30,000 մարդ, հնարավոր է տեղավորել այդ Միլանը։ Ինչ խմիչք եք նախընտրում։ Կոնյակ։ Արաբմտահայերի ասած բարկողի։ Բարկողի, այո, կոնյակ։ Թեև ասեմ, որ օր-օրի ավելի ու ավելի է դժվարանում կոնյակ ճաշակելը, գտնելը։ Նույնիսկ այն կոնյակները, որոնք հարգի են եղել մեզանում, երևի փոխվել են դրանց մշակողներն են փոխվել նաև, վարպետներն են փոխվել, չգիտեմ, բայց հին հիշողություն կա համի եւ հոտի կոնյակի հետ կապված եւ այդ հիշողությունը ինձ առաջնորդում է, երբ որ ինձ կոնյակ են հյուրասիրում։ Իսկ հանդիսություններ, քեֆեր, հավաքներ հաճույքով եք մասնակցում։
Չէ, ճիշտն ասած խոսափում եմ մի քիչ։ Ես նույնիսկ իմ գրքերի շնորհանդեսները չեմ կարողանում անել։ Չեք գնում թե շնորհանդեսներին։ Չէ, Ես կազմակերպում եք, բայց չեք գնում։ Չէ, չեմ կազմակերպում, չէ, կազմակերպում։ չեմ կազմակերպում, չնայած ասենք այս վերջերս ուրեմն լույս տեսավ իմ գրքերից մեկը մի ժողովածուի մեջ տարբեր լեզուներով, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, որ ասենք ես կուզենայի, որ դրա շնորհանդեսը գոնե անեի, որովհետև այդտեղ իմ աշխատանքը չէր միայն, նաև թարգմանիչների աշխատանքներ։ Այդ առումով կուզենայի եւ երևի կանեմ։ Արեք, վատ չէ։ Թող մարդիկ գան, հավաքվեն, կոնյակ խմեն։ Եթե Զենք ունեք։ Ինչ։ Զենք ունեք։ Իհարկե։ Շատ լավ խոսենք զենքից, դրամաչափը, նշանակությունը։ Իմ զենքը հայոց լեզուն է, իմ զենքը բանաստեղծությունն է։ Մարտիկները, հա։ 10-10։ Այո։ Դե ուզում եմ հիշեցնել նաև ինչ չես շահի հրով սրով կնվաճես քաղցր խոսքով, իհարկե քաղցր խոսքի ժամանակները պոեզիայում անցել են, պոեզիայում ուրիշ ժամանակներ են, բայց խոսքը իր ուրեմն ազդեցությունը միշտ պահում է։ Իսկ կոնկրետ զենք չեմ սիրում։ Չէ։ Չէ, լավ կլիներ, որ նետո աղեղից հետո գոնե ոչինչ հայտնագործած չլինեին։ Բայց դա չստացվեց։ Գիտեք, մի առիթով դուք ասել եք, որ հայկական մշակույթը փակ մշակույթ է։ Ճիշտ եմ ասել։ Դե ես ուզում եմ ասել, որ նշենք Տերանին մեզ չի հասկանա Սառն օտարուհին, մեզ չի հասկանա օտարերկրացին, մեզ չի հասկանա Սառն օտարուհին, դա փակ շրջան է, այնպես ինչպես ուրեմն քո ազգային պատկանելությունը դու չես կարող փոխել, հայկական մշակույթը ինքը մեր արյունն է եւ մենք դա չենք կարող փոխել եւ ոչ ոք չի կարող այդ արյունից ներարկում ստանալ։ Իրոք հայկական մշակույթը փակ մշակույթ է, կարող են, ուրեմն շատ հետաքրքիր մշակույթ է, դրանով գայթակղում է օտարներին, գալիս են, նայում են, հետաքրքրվում են, զարմանում են, փորձ են անում մտնել, հասկանալ, բայց դա ուրեմն նրանց կարող է հաջողվել կիսով չափ միայն, որովհետև մեր մշակույթի հիմքերը շատ ուրեմն հին են, շատ արժեհամակարգային իրողությունները այդտեղ շահկապված են մեր պատմական ճակատագրի առանձնահատկություններին եւ հասկանալ այդ մշակույթը մի քիչ դժվար է։ Թեև մեր մշակույթի ուրեմն կերտողները, նկարիչներ, երաժիշտներ, գրողներ կարողանում են հաղթահարել ուրեմն այդ սահմանը եւ համաշխարհային մակարդակի արվեստ ստեղծել Արամ Խաչատրյան, Մինաս, Սարյան, Հրանտ Մաթևոսյան, մենք կարողանում ենք դա անել, բայց մեզ հասկանալը մի քիչ բարդ է եւ դժվար։ Մեր իմացյալ քաղաքակրթական դաշտում կա որևէ մեկը, որի գործունեությունը ձեզ համար ուղենիշ է։ Քաղաքակրթական դաշտում։ Այո։ Թումանյանը մի մարդ, ինքնուրաց մարդ, իր անձը ուրացած մարդ, իր անձը մոռացած մարդ, ինքը պարտք ուրիշին օգնող մարդ, ինքը պարտքերի մեջ թաղված ուրիշի համար մտածող մարդ։ Ես չգիտեմ, ասենք, մեր իրականության մեջ ես չեմ տեսել Թումանյանից բարձր քաղաքակրթական իրողություն, ասեմ, այս դեպքում թող ինձ ներվի, քաղաքակրթականության, մեր քաղաքակրթականության անձնագիրը կարելի է համարել Թումանյանին, որովհետև հայ լինելով ինքը ուզում էր գտնել դեպի մարդը տանող ճանապարհը, ինչքան որ մենք ստեղծել ենք,
ունեցել ենք, բայց ինքը գիտեր, որ մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու ու ցավոք գիտեր նաև, որ ու հեռու է միջև մարդը իր ճամփան։ Դա ոչ միայն ընդհանրապես մարդահարացի մասին է, այլև հասարակության մասին, ազգի մասին, ժողովրդի մասին։ Մենք ունենք անցնելու ճանապարհ, պետք է Թումանյանին լսենք, Թումանյան կարդանք։ Թումանյանը մեզ կօգնի, ընդհանրապես կօգնի մեր բանաստեղծությունը, մեզ կօգնի, շատ կօգնի, մեր երաժշտությունը կօգնի, նկարչությունը կօգնի։ Մենք պետք է անկեղծ լինենք, ճիշտ գնահատականներ տանք։ Գիտեք ինչ, մի պաշտոնյա մի բրոշուր է հրատարակում, ամբողջ ազգային ժողովի պատգամավորներով գալիս են շնորհանդեսի։ Մեծ խոսքեր են ասում, գովում են, սուտը կեղծիկը բլբլթում է, եռում է։ Այս բաները չպետք է լինեն, մենք պետք է չափը իմանանք, ամեն մարդ իր գործին։ Դե մեր չափն էլ անչափն է։ Իսկ հնարավորության դեպքում որ դարաշրջանում կցանկանայիք հայտնվել։ Ես միշտ ուզում եմ տեսնել Հայաստանի ապագան։ Ապագան։ Ես վստահ եմ, որ մենք շատ լավ ապագա ենք ունենալու, որ 21-րդ դարը մերն է լինելու, ես համաձայն եմ եւ գիտեմ դրան հասնելու ձևերը, ճանապարհը ես գիտեմ, բայց ցավոք սրտի դրանք մտավորական մարդու իմացած ճանապարհներ են, որոնք ասենք քաղաքական գործիչների համար դրանք միամիտ են թվում։ Այո, միամիտ կարող է թվալ։ Այո։ Օրինակ ես կարծում եմ, որ Հայաստանին կփրկի ճիշտ խոսելը, ճիշտ ասելը։ Պարզապես որոշում ենք վաղվանից ճիշտ ենք խոսում, ճիշտ ենք ասում։ Քաղաքական գործիչը առաջին դեմքից մինչև վերջին դեմքը միայն ճշմարտություն ենք ասում իրար։ Շատ բան պետք չի։ Պետք է անկեղծ լինել ժողովրդի հետ։ Միայն անկեղծություն։ Պատմական ինչ իրադարձություն է ձեր վրա ազդեցություն ունեցել։ Քրիստոնեության մուտքը Հայաստան։ Ինչպես նայել։ Գիտեք ինչ, ուրեմն անձամբ ես մտածում եմ, որ քրիստոնեությունը Հայաստան բերել է ոչ թե Տրդատը, այլ Վրամշապուհը, որովհետև Տրդատի դրդապատճառները չեմ հասկացել, բայց Վրամշապուհի դրդապատճառները հասկացել եմ։ Դե ասենք բաժանում է մի 100 տարիներ անց, բայց այն ինչ քրիստոնեության մեջ Տրդատը տեսավ եւ որոշեց մեր հոգեբանությունը դարձնել քրիստոնեական, գիտեք ինչ, ես վստահ եմ, որ կրոնի խնդիր չէր դա։ Զահավատի հոգեբանության խնդիր էր, հոգևոր վերստեղծման խնդիր էր, որ ուրեմն Վրամշապուհը, Սահակ Պարթևը եւ Մեսրոպ Մաշտոցը հասկացան իրար եւ այդ գործը նախաձեռնեցին, արեցին եւ իրենք չեն կարող իրենց կյանքի ընթացքում դա ուրեմն ավարտել, այդ գործը մինչեւ այսօր շարունակվում է, այսինքն կոպիտ ասած կռապաշտությունից մեզ հեռացնելու եւ այնպիսի հոգեբանություն ներարկելու, որ մենք հասկանանք, որ մեզանից կախված է մեր ճակատագիրը, որ մեր ճակատագիրը մեզանից է կախված, ոչ թե զանազան կուրքերից, զանազան գերտերությունների ղեկավարներից։ Դրանք կարող են ազդել, օգնել, խանգարել, բայց Վրամշապուհը եւ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը կազմակերպեցին գրերի վերստեղծման այդ գործընթացը քրիստոնեությունը հոգեբանություն դարձնելու ուրեմն նպատակադրմամբ իսկ քրիստոնեության գլխավոր հոգեբանությունը այն է, որ քո ճակատագիրը քո ձեռքին է, դու ես տնօրինելու քո ճակատագիրը, ոչ թե աստվածները։ Այդ դեպքում մարդկության ամենամեծ գյուտը ո՞րն եք համարում։ Ես մարդկության ամենամեծ գյուտը համարում եմ գիրը եւ թիվը։ Դրանք իհարկե երկուսն էլ լեզու են, մեկը մի ասպարեզի համար, մեկը մի ուրիշ ասպարեզի համար, բայց
գրի եւ թվի օգնությամբ արդեն հնարավորություն ստեղծվեց ուրեմն ժառանգական կապ ապահովել սերունդների միջև, մարդկության քաղաքակրթական տարբեր շրջանների միջև կապ ապահովել եւ ուրեմն դարձնել միշտեմարան, գիրը դարձնել միշտեմարան, որտեղ ուրեմն հնարավոր է պահել արժեքավորը եւ տալ, փոխանցել։ Նույնը եւ թիվը։ Ինչ է պակասում Հայաստանին։ Ճիշտ խոսքը, անկեղծ խոսքը, համարձակ խոսքը եւ ժողովրդի բերանից եւ բարձր ղեկավարության բերանից չվախենալ ճիշտ ասել ժողովրդին, վիճակը ասել, օգնություն խնդրել իրարից։ Ես այսպես եմ տեսնում։ Այդ անկեղծ մթնոլորտի պակասն եմ զգում, պակասությունը կա Հայաստանում։ Անընդհատ խաբում ենք։ Մի քիչ ենք խաբում, մի քիչ շատ ենք խաբում։ Գնում ես ասում ես, չէ, ես այդքան էլ սուտ չասացի։ Քիչ սուտ ասացի։ Մտքիդ մեջ ինքդ քեզ ուրեմն հանգստացնես, բայց ոչ։ Պետք է ուղղակի անկեղծ լինել։ Ես դժվար բան եմ ասում։ Ես հեշտ բան չեմ ասում, գիտեմ։ Շատ դժվար բան եմ ասում, բայց կարելի է քաջ լինել եւ ասել, անել դա։ Ну, թվում է թե վերջերս շատ ավելի հաճախ է լսվում նման ուրեմն Ուզում ենք ուրախանալ։ ցանկություն։ Այո։ Իսկ երաժշտական ոչ ստեղծագործությունը ձեզ չի ձանձրացնում եւ դուք շարունակ կարող եք լսել։ Ես շատ լսում էի մեր միջնադարյան հոգևոր երգերն էի լսում, շատ, անընդհատ։ Նույնիսկ ինձ թվում էր, որ իմ բանաստեղծությունները այդ երգերն են գրում։ Ընդհանրապես երաժշտությունը ինձ բառեր է թելադրում, այդ ուժը ունի։ Կոմիտաս, օրինակ համաշխարհային երաժշտարվեստում ես չեմ տեսել, ասենք, Լոռու Գութաներկի պես ստեղծագործություն, այդ մակարդակի ստեղծագործություն։ Ես ինքս երգչախմբում երգել եմ, առնչվել եմ երգչախմբային արվեստին, Վերդի, Մոցարտ, Շուբերտ երգել եմ, բայց ինչ չի ձանձրացնի Վիվալդին, տարվա եղանակները։ Միշտ կլսեմ։ Գոնե հիմա ինձ այդպես է թվում։ Ինչից եք վախենում։ Սոտից, սուտ խոսելուց եւ ինձ համար եւ բոլորի համար, որովհետեւ երբեմն ես էլ եմ ստիպված լինում ստել։ Դա մեծ խնդիր է։ Հետո վեր ես լուծում, ասում ես դու կարող ես ճիշտը ասել, բացատրել, հա, եւ ավելի լավ կստացվեր շարունակությունը, բայց չէին անցել ճիշտ։ Ամենայն դեպս դու կմտածեիր, որ ինքդ անկեղծ ես եղել եւ ազնիվ ես եղել, չէր տանջվի։ Բայց ինձ թվում է, որ ես համոզված եմ, որ ճիշտն է պետք ասել, չստելը։ Խոսքը, ես էլի ուզում եմ հիշեցնել, ես գիտական մենագրություն ունեմ հիմա, ուրեմն խոսքին է վերաբերում, նաև խոսքին, ուրեմն մենք երբ որ խոսքը իջարս ենք գործադրում, այսինքն ստում ենք, հա, մենք պատժվում ենք, որովհետև մենք դավաճանում ենք, ուրեմն այն արժեհամակարգային համակարգային այն հատվածին, այն հեծանին, որի վրա խարսխվում է քաղաքակրթականությունը, ես ասացի։ Մենք հենց դրան դավաճանում ենք, մնացած ամեն ինչ ծռվելու է։ Խոսքն է մարդուն մարդ դարձրել։ Լավության խոսքը Թումանյանի ասած։ Եթե մենք այդ ուրեմն համակարգային երևույթին, այդ համակարգին դավաճանում ենք, մնացածը ծուռ է գնալու։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսպեսին էր Թադևոս Տոնոյանը ճակերտներում։ Բարի գիշեր։ Կհանդիպենք։